Հալելույա Տիրոջը։ Դարձի մի քանի հոգու օրհնի հետո կնստես։ Ասա որ դու շատ ուրախ ես որ ինքես որ դու կողքին ես։ Ասա որ ինքը շատ գեղեցիկ է։ Հալելույա։ Ես նայում եմ ձեր դեպքին ու տեսնում եմ Քրիստոսի գեղեցկությունը ձեզ վրա։ Հալելույա, փառք Տիրոջ այսօրվա համար։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Հալելույա, եկեք ողջ ունենք նրան։ Հալելույա, փառք Տիրոջը։ Եկեք անկեղծանանք, որ Հիսուսի ծնունդը դա քրիստոնեական տոն է։ Եկեք անկեղծանանք, որ իսկապես դա եկեղեցու համար է Հիսուսի ծնունդը։ Որովհետև մենք նրանով վերստին ծնվեցին։ Որոշ մարդկանց համար սուրբ ծնունդը դա ուտել խմելու օր է։ Երբ որ հասկանում է սուրբ ծնունդ, միանգամից ակամայից հիշում է նոր տարի։ Եթե նոր տարի ուրեմն ուտել խմելու օր, ծախսերի օր, բայց Հիսուս Քրիստոսի ծնունդը դա օրհնության մի տոն է։ Դա ցնծության մի տոն է, դա ազատագրման մի տոն է։ Որովհետև 300 տարի ամբողջ երկիրը մերյալ ժամանակաշրջան էր ապրում։ Եվ 300 տարի հետո հանկարծ մի լույս Բեթլեհեմում։ Եվ այդ լույսը դա Հիսուս Քրիստոսն էր։ Եվ ամբողջ երկիրը լուսավորեց։ Ոչ միայն Բեթլեհեմը լուսավորեց, ոչ միայն Երուսաղեմը լուսավորեց, ոչ միայն Հրեաստանը լուսավորեց, այլ ամբողջ աշխարհը լուսավորեց։ Դա էր նրա փրկությունը։ Երբ որ նա ծնունդ առավ, երբ որ նա ծնունդ առնում, մեր սրտերի մեջ ուրախություն է գալիս։ Երբ որ նա ծնունդ առնում, մեր սրտերի մեջ արդարություն ու խաղաղություն է գալիս, որովհետև նրա ծնունդը ապահովում է մեր կյանքի մեջ ամեն ինչ։ Դու տվեք այսպիսի մի արտահայտություն անեմ, որ եթե չլիներ նրա ծնունդը, չէր լինի նրա մահը եւ հարությունը։ Որոշ մարդկանց համար ամենակարևոր տոնը քրիստոնեական դա զատիկի տոնն է։ Բայց ես մտածում եմ, որ պակաս մեծ տոն չի Հիսուս Քրիստոսի ծնունդը, որովհետև նրա ծննդով սկսեց ամեն ինչ, կյանքի սկիզբը, ակունքը, ամեն ինչը Աստված ուղղակի դրեց հենց այդ օրը։ Գիտեք ինչ է նշանակում Աստված մարդացավ։ Դա նշանակում է, որ ինչ-որ մեկը այնքան խոնարհվի իր մարդ լինելով, որ հասնի մինչև սողունների։ Գիտեք սողուններն էլ հողից վերցրված են, այդքանը շատ նսեմացուցիչ բան չի, բայց երբ որ Աստված մարդացավ, Աստված, որը որ մեղքը չգիտեր, նա մեղք դարձավ, ուղղակի մարմնավորվեց մեղավոր մարմնի մեջ։ Սա մեծ գործ էր, որ Աստված արեց ինձ եւ քեզ համար։ Սա գնահատելի արարմունք էր, այդպես չի։ Դրա համար երբ որ միանգամից ուսումնասիրում եք Աստվածաշունչ մատյանը, չեք կարդում ամենասկզբի տողերում, որ Հիսուս Քրիստոսը մահացավ, այլ կարդում ենք նրա ծնունդը։ Եվ դա է պատճառը, որ այսօր տարբեր քաղաքներից, տարբեր եկեղեցիներից, տարբեր վայրերից հավաքվել ենք այս վայրի մեջ, որպեսզի տոնենք Հիսուս Քրիստոսի ծնունդը, որ փառավորենք նրան, որ մեր սիրտը մեր ձեռքերի հետ բարձրացնենք ու երկրպագենք ու մեծարենք նրան։ Այսօր մեր մեջ Գյումրիից կան, եկեք ողջունենք մեր Գյումրիից, ժողովուրդի երողնիկին։ Մեր մեջ Շալովից կան, եկեք ողջունենք։ Եվ ասենք Տերը օրհնի ձեզ։ Մեր մեջ կան քաղաքի եկեղեցուց, եթե չգիտեմ քանի հոգի կա, բայց հաստատ մի հոգի նստած է մեր հոբի բազգեն եկեք ողջունենք։ Հոբի Ռաֆայելին եկեղեցու։ Եվ եկեք մեր կողքիների համար Տիրոջը ողջունենք ու ասենք հարցեցեք։ Որի կողքին ես նստած եմ միատարզավորություն, որի կողքին ես շատ ապահով եմ։ Հալելույա։ Իսկ թվում է, որ դու ապահով ես։ Որովհետև դու կողքին նստած եմ սուրբ անձնավորություն։ Նստած եմ մի մարդ, որից որ ոչ մի վնաս չկա բացի օրհնությունը։ Ուզում եմ մի քանի բան, որ դրված են սրտիս մեջ, իրար հետ բաժնեկցենք, բայց միջև բաժնեկցելը, ուզում եք շատ մեծ արագությամբ խողակի, ովքեր որ իրանց սրտերի մեջ նվիրատվություն եւ զոհաբերություն ունեն, եկեք շատ արագ հավաքենք։ Եկա, որպեսզի սատանայի գործերը քանդի։ Թույլ տվեք մի պահ վերջինը առաջ բեր։ Հիսուսը չկա, որ մենք հարստանանք։ Հիսուսը չկա, որ մենք առողջանանք։ Հիսուսը չկա, որ իմ բոլոր հոգսերին ու խնդիրներին պատասխան տա։ Հիսուսը չկա, որ իմ ընտանեկան խառնաշփոթությունը խաղաղացնի։ Ես հիշում եմ այդ այսպիսի դեպք, երբ որ երկու եղբայրներ իրար հետ վիճում էին ունեցվածքի համար, եւ մեկը մոտեցավ Հիսուսին եւ ասեց օգնի, որ
մեր մեջ։ Եվ ասեց ով ձեր վրա ինձ դատավոր դրեց։ Հիսուսը չի եկել որ մեր եղբայրների միջև եղած խնդիրները լուծի։ Եթե մեկը գալիս է եկեղեցի, որպեսզի Հիսուսը իր կյանքը օրհնի, եթե մեկը գալիս է եկեղեցի, որ Հիսուսը իր շատ ֆինանսներ տա, եթե մեկը գալիս է որպեսզի Հիսուսը իր գլխացավը բուժի, ուզում եմ այստեղից մի բան ասեմ, այն ինչ որ դու չես էլ մտածում Հիսուսը դա էլ է անելու։ Բայց նա չի եկել դրա համար։ Հիսուս Քրիստոսի գալու նպատակը սատանայի գործերը քանդի։ Համար առաջինը որ նա պիտի աներ, ուղղակի մարդ արարածը մեղքից պիտի ազատագրեր։ Դա էր Աստծո համար առաջին նպատակը եւ ծրագիրը, որպեսզի մարդ եւ Աստված հարաբերության մեջ բարեկամությունը ստեղծի։ Սուրբ գրքի մեջ գրված է որ Աստված թշնամի էր մարդու հետ, որովհետեւ մարդը մեղանչական էության տեր էր։ Եվ Հիսուս Քրիստոսը, երբ որ երկիր եկավ, երբ որ խոնարհվեց եւ մարդ ծնվեց, առաջին քայլը որ արեց, նա քանդեց սատանայի գործերը, նա մարդկությանը մեղքից ազատագրեց։ Գրված է որ մի անդամալույց բերեցին նրա մոտ։ Եվ նա նայեց այդ անդամալույցին եւ ասեց. «Քո մեղքերը ներված են»։ Եվ գրված է որ բազմության մեջ մի մեծ խառնաշփոթություն բարձրացավ եւ բոլորը նույն բանն ասեցին. «Ով ասա որ մեղքերի թողություն է տալիս»։ Դարձավ այդ մարդկանց եւ Հիսուսը ասեց հետեւյալ խոսքը. «Որն է ավելի հեշտ ձեզ համար, ասեն մեղքերը ներված են, թե ասեն մահիճը տարուտունդ գնա»։ Իհարկե բոլորը ժամանակ ասեն ավելի հեշտ բան է որ ասենք մեղքերը ներված են։ Կներվի չներվի ում գործն է։ Բայց նա որ ասում է որ քո մեղքերը ներված են, նա վերցրեց այդ մարդու բոլոր մեղքերը, այն ինչ որ արել են անցյալում, ներկայում եւ որ արելու են ապագայում։ Հիսուս Քրիստոսը երբ որ այցելում է մեզ, համար առաջին բանը որ անում է ներում է մեր բոլոր մեղքերը։ Սիրելի Աստծո մարդ, որ դու Հիսուս Քրիստոսին ընդունել ես որպես Տեր ու Փրկիչ, քեզ համար բարի լուրն է որ դու ներված ես։ Դու մեղք չունես։ Մեղք չունես որովհետև 2000 տարի առաջ մեր բոլոր մեղքերը դրվեց Հիսուս Քրիստոսի վրա։ Նա մեր փոխարեն մահացավ։ Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը։ Եվ երկրորդ բանը որ մենք նկատում ենք, Հիսուս Քրիստոսը ծնունդ առավ, որովհետև սատանայի գործերը քանդելով ինքը պետք է ներեր ողջ մարդկությանը եւ ինքը պետք է մարդկությանը կյանք տալ հավիտենական։ Ասեց ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Մենք ամեն ինչ անում ենք երկար ապրելու համար, որ երկար ապրենք, բայց Հիսուս ասեց, թեև մեռնես, ինձ հետ հավիտյան պիտի ապրես։ Սա մեծ հույս եւ մեծ քաջալերանք ամեն քրիստոնյայի համար։ Մենք ուրիշ համարի մեջ Հիսուս ասեց. «Ինձ հավատացողները մահը չեն ժառանգելու»։ Մահը չեն ժառանգելու, որովհետեւ մահը որպես անձնավորություն քրիստոնյայի ետևից չի գալու։ Քրիստոնյայի ետևից կյանքն է գալու։ Հիսուսն ինքն է գալու։ Երբ որ Ստեփանոսին քարկոծում են եւ նա մահանում էր, այդ ժամանակ աչքերը դարձրեց դեպի երկինք։ Բոլորը ինչքան ուժ ունեին քարկոծում էին ու հարվածում որ մահանա։ Հանկարծ նայեց երկինք ու ասեց. «Ահա ես տեսնում եմ Հիսուս Քրիստոսին, հոր աջ կողմը կանգնած»։ Կյանքն է գալի քրիստոնյայի հետևից ոչ թե մահը։ Հիսուսը ծնվեց, որպեսզի մահը դատապարտի։ Եվ նա իր խոսքերի մեջ ասեց. «Ով մարդ, ուր է քո զորությունը, ով մեղք, ուր է քո խայթոցը, ով գերեզման, ուր է քո ուժը, որովհետև ոչ մի բան չկարողացավ Հիսուս Քրիստոսին իր մեջ պահի»։ Նա ծնվեց, որպեսզի սատանայի գործերը քանդի։ Համար առաջինը ներեց մեր բոլոր մեղքերը, համար երկրորդը մեզ հավիտենական կյանք տվեց։ Նա ինքը կողքին ու ասա դու հավիտենական կյանք ունես։ Ես նշանակեմ որովհետև Հիսուս Քրիստոսը մահացել է քո փոխարեն։ Դու հավիտենական կյանք ունես ոչ թե որովհետև դու լավ մարդ ես։ Դու հավիտենական կյանք ունես որովհետև ոչ թե դու հովիվայս ինչն է։ Դու հավիտենական կյանք ունես որովհետև Հիսուս Քրիստոսը մահացել է քո փոխարեն։ Մեկը կա որ մահացավ, եթե նա մահացավ, ուրեմն ես ազատ եմ մահից։ Մեկը կա որ բոլորի մեղքերը վերցրեց իր վրա, եթե նա վերցրել է մեղքերը, ուրեմն ես ազատ եմ մեղքերից։ Ես ու դու ազատ ենք մեղքից։ Եթե մենք ազատ ենք, ուրեմն օրենքը իզորու չի մեզ դատապարտելու, որովհետև մենք մեղքից ազատ ենք։ Նա որ դատապարտվելու էր 2000 տարի առաջ Գողգոթայում դատապարտվեց։ Իսկ մենք այսօր, որպես նրա հետևորդներ ու նրա զավակներ,
մենք այսօր ունենք մեղքերի թողություն։ Երրորդ կարևորագույն բանը, որ Հիսուս Քրիստոսը սատանայի գործերը քանդեց, նա ներեց մեր բոլոր հիվանդությունները։ Գիտեք, երբ որ մենք հավատում ենք, ամենակարող Աստծո զորությունը այնքան հզոր է, որ նա բժշկում է մեզ։ Բժշկում է մեր ցավերից, բազմիցս վկայություններ ենք լսում, որ Աստված զարմանալի ձևով հրաշքներով բժշկություններ անում։ Ինչի հիման վրա, նրա վերքերի զորության հիման վրա։ Նա ինձ եւ քեզ համար վերքեր կրեց, որ մենք ցավերից ու հիվանդություններից ազատ լինենք։ Գիտեք, մենք ովքերով այնքան շատ հիվանդություններ ենք պատահում, բայց ինձ քեզ չի կպնում։ Բայց կա, որովհետեւ Տերը պատել է քեզ, որովհետեւ Տերը պահել է քեզ, որովհետեւ Տերը պաշտպանում է քեզ, որովհետեւ Աստված մեր պահապանն է։ Նա ներել է մեզ, նա կյանք է տալիս մեզ, եւ երրորդը նա բժշկում է մեզ։ Եվ չորրորդը, որ Հիսուս Քրիստոսը սատանայի գործերը քանդեց, նա վերառավ անեծքը մեր վրայից։ Այն անեծքը, որը գալիս է օրենքը չպահելու հետևանքով, Հիսուս Քրիստոսը այդ անեծքը վերցրեց իր վրա։ Գրված է, որ անիծյալ լինի նա, որ փայտից պիտի կախվի։ Եվ Հիսուս Քրիստոսը, երբ որ մատանանում էր երկրի վրա, իր նպատակի եւ ծրագրի մեջ հետեւյալն էր, որ ինքը պիտի կախվեր։ Ինքը պետք է խաչվեր, իրան պետք է կախավան հանեն, խաչին գամեն, այսպես ասած։ Իրան պետք է խաչապայտի վրա մահվան դատապարտեին, որպեսզի ինքը աշխարհի բոլոր մեղքերը, ցավերը, մահվան տառապանքը եւ անեծքը վերցնել իր վրա։ Հիսուս Քրիստոսի ծնունդը ուղղակի ազատագրել է մեզ։ Մեղքից ազատագրել է մեզ մահից, ազատագրել է մեզ հիվանդությունից, եւ չորրորդը ազատագրել է մեզ անեծքից։ Շատ քրիստոնյաներ այսպես են ասում։ Ասում են, անեծքը իսկ բռնի թե չէ։ Այս ինչի ինձանից էլ է։ Հəlik այդ անեծքի վրա ազդեցություն ունի թե չէ։ Գիտես, ասում եմ, ես քեզ մի բան եմ ուզում ասել։ Երբ որ ամեն անգամ քո հայացքը դեպի Գողգոթայի զորավոր խաչն է, անեծք չէ, ուզում ալինի ամեն բան խորտակված է քո ոտքերի տակ։ Երբ որ Հիսուս Քրիստոսի գլխի վրա դրվում էր պսակը, այդ նույն ժամանակահատվածում նրա գլխի պսակը դրվում էր քո գլխի վրա։ Քո անեծքի պսակը դրվեց նրա գլխի, բայց նրա թագավորության պսակը դրվեց քո գլխի։ Դրա համար դու ազատ ես անեծքից։ Միասնությունից ինձ ասեց, բայց անեծքը մեր վրա զորություն չունի, ասի գիտեք ինչ է գրված իմ մասին, քո մասին։ Գրված է ձեզ օրհնողները պիտի օրհնվեն ու ձեզանից օրհները պիտի անիծվեն։ Չասեց, եթե ձեզանից են, դուք կանիծվեք։ Ասեց, ձեզ օրհնողները պիտի օրհնվեն եւ ձեզանից օրհները կանիծվեն։ Այնպես որ սիրելի քրիստոնյա ազատ ելի, որովհետեւ Հիսուս Քրիստոսը անեծքի բոլոր զորությունը վերցրել է իր վրա։ Ու ինձ ու քեզ օրհնություն արել։ Հիմա դարձի քո կողքին Մենք օրհնված մարդիկ ենք։ Մենք օրհնված մարդիկ ենք։ Մենք անիծված մարդիկ չենք, մենք օրհնություն ենք մարդկության մեջ։ Երկիրը չգիտի, եթե երկիրը իմանալ ինչ պատասխան կտար, աշխարհը չի հասկանում այդ ամենը։ Նայելով Աստվածաշնչին, մենք նկատում ենք, որ Հիսուս Քրիստոսի համար, երբ որ նրա ծնունդն էր, միշտ նկարների մեջ 3 հատ մոդ են նկարում, որ մեկը ոսկի բերեց, մեկը կնդրուկ բերեց, մեկը զմուրց բերեց։ Աստվածաշունչը հատուկ չի շեշտում 3 հոգի, բայց հատուկ շեշտում է 3 բան։ Միգուցե այդ մոդերը շատ էին, եւ միգուցե իրապես 3-ն էին, եւ միգուցե այդ մոդերը 2-ն էին, չգիտեմ, բայց հաստատ որ մեկից շատ էին, դա հաստատ էր։ Եվ ոսկի որպես նրա սրբության խորհուրդն էր, զմուրցը որպես նրա թագավորության խորհուրդն էր, կնդրուկը նրա դառնապանքի խորհուրդն էր, դառը ապրած կյանքի խորհուրդն էր, որ Հիսուս Քրիստոսը այդ տառապանքը պետք է կրեր սուրբ եւ թագավոր լինելով հանդերձ։ Նայելով երկրորդ քայլին, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց, որպեսզի առաջինը որն էր սատանայի գործերը քանդի, եւ երկրորդը, որ Հիսուս Քրիստոսը ծնվեց, որպեսզի գրվածքը կատարվի, հալելույա։ Ինձ եւ քեզ համար դա սովորական բան է, կատարվի թե չկատարվի։ Գիտեք, որոշ քրիստոնյաներ կան, իրաց համար Աստծո խոսքը երկրորդ պլանի մեջ է։ Մի հատ բան կա գրված Տիրոջ խոսքի մեջ, ասում է մարգարեն գնում էր փողոցով, Աստծո մարդը, գնում էր փողոցով, եւ տեսավ
պետք է լինի ես ինչի այգու։ Ասма վերցնեց այդ դիակը և տարավ շպրտեց այդ ինչի այգի։ Եթե մենք լինեիք, մենք կմտածեինք, եթե մարգարեությունը կա, ուրեմն թող կատարվի։ Գրված է, որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր գրվածին համեմատ։ Եվ նրա կյանքի մեջ նեղություններ եղավ և նա փախավ Եգիպտոս, որովհետև գրված էր։ Եվ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, որպեսզի Աստծո կամքը կատարի։ Եկեղեցի Աստծո խոսքը որևէ մեկը չի կարող կատարի, եթե ոչ եկեղեցի։ Մարգարեությունը չի կատարվի, եթե եկեղեցին չկատարի։ Քանի հոգի հավատում, որ Հիսուս Քրիստոս ասեց գնացեք բովանդակ աշխարհում եք ավետարանը քարոզեցեք։ Քանի հոգի հավատում, որ Սուրբ Գրքի մեջ գրված է, որ իմ անունով ձեռք դրեցեք ու հրաշքներ կատարվելու։ Քանի հոգի այդ հավատալով անում է։ Մենք ասում ենք ինչու չի կատարվում։ Գրված է իմ անունով սարեք, չի ասում ովքեր անեն, ասում արեք, գնացեք, ու երբ որ կգնա, այս նշանները ձեզ կհետևեն։ Այսինքն նկատում եմ, եթե մենք այդ խոսքը չկատարենք, խոսքը չի կատարվի ինքն իրեն։ Հիսուսն ասեց հետևյալ խոսքը. եթե դուք լռեք, Աստված Աբրահամի որդիներ քարերից կհանի, որպեսզի ինչը կատարվի, գրվածքը կատարվի։ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալու նպատակը, որպեսզի գրվածքը կատարվի, որովհետև այն ինչ որ Հիսուս Քրիստոսը, այն ինչ որ Աստված ասել էր, այն ինչ որ ինքը ծրագրել էր եւ նպատակ ուներ, Հիսուսը պետք է իրագործեր։ Այն ինչ որ Մովսեսը մարգարեացավ, այն ինչ որ Աբրահամը մարգարեական խորհուրդ կատարեց, իր որդու զոհասեղանի վրա դնելով, այն ինչ որ մարգարեները մարգարեացան եւ ասեցին Հիսուսի ծնվելու մասին, Հիսուսը պետք է ծնվեր, որպեսզի գրվածքը կատարվեր։ Մատթեոս ավետարանի մեջ ամենասկզբում գրված է։ Թույն տվեք Ասուսիորդ խոսքից կարդամ։ Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես էր, այսինքն նրա մայրը Մարիամը նշանված լինելով Հովսեփի դեռ մինչև նրանց իրար մոտ գալը Սուրբ Հոգուց հղիացած գտնվեցավ, եւ նրա մարդը Հովսեփը արդար լինելով եւ նրան խայտարակել չուզելով խորհեց ծածուկ արձակել նրան, եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեցավ նրան եւ ասեց. Հովսեփ, Դավիթի որդի, մի վախենար, քեզ մոտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նրանում ծնվածը Սուրբ Հոգուսն է, եւ նա որդի կծնի, եւ նրա անունը Հիսուս կդնես, որովհետեւ նա իր ժողովուրդը կփրկի իրանց մեղքերից։ Եվ այս ամենը եղավ, որ կատարվի Մարգարեի ձեռով ասվածը, Տերից ասվածը, որ ասում է. ահա կույսը կհանյանա եւ որդի կծնի, եւ նրա անունը Էմանուել կկանչեն, որ թարգմանվում է Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնիցը զարթնելով, այնպես արավ, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց նրան, եւ առավ իր կինը իր մոտ, եւ չգիտեր նրան, մինչեւ որ նա իր անդրանիկ որդի ծնեց, եւ նրա անունը կոչվեց Հիսուս։ Այդ օրերի մեջ իսկապես դժվար երևույթ էր։ Այդ օրերի մեջ հեշտ երևույթ չէր։ Այդ օրերի մեջ անառակ կանանց քարկոծում էր, երբ որ մեկը հղիանում էր առանց ամուսնու, նրանք քարկոծում էին անունը դնելով անառակության մեջ բռնված մի կին։ Եվ հանկարծ նույն բանը կատարվում է Մարիամի կյանքի մեջ, եւ Մարիամը չմտածելով ինչ կլինի իր վաղվա օրը, ասում է թող Տիրոջ կամքը լինի, թող նրա խոսքը լինի, եւ հանկարծ գրված է որ Հովսեփը նկատում է որ Մարիամի մոտ ինչ-որ բան կա, եւ ասում է չցանկացավ որ խայտարակ լինի, քարկոծվեր իր կինը, փորձեց ծածուկ արձակի, գնա։ Եվ Տերը ամեն ինչ հոգ է տանում։ Գիտեք Աստծո մարդիկ, երբ որ ես ու դու մտածում եք Տիրոջ կամքը կատարելու մասին, Տիրոջ խոսքի մասին, Աստված սկսում է քեզ համար հոգ տանել։ Դու մտածում ես որ դու ֆինանսներ չունես, Աստված սկսում է դրա համար ֆինանսներ հոգա։ Դու մտածում ես որ դու հնարավորություն չունես, դա ոնց կարող է լինի։ Աստված դրա համար սկսում է հոգ տանել։ Աստված հատուկ Հովսեփ բերեց դրեց Մարիամի կողքին, որովհետև գրված է որ կույսը պիտի հղիանա։ Եթե կույսը պիտի հղիանար, կույսին մի հատ պաշտպան էր պետք է։ Այն ինչ որ Աստված դնում է մեր սրտի մեջ որ մենք անենք, շատ անգամ մենք մտածում ենք որ դա անհնարին բան է, եւ մենք չենք կարող այդ ամենը անենք։ Գիտես Աստված հատուկ մարդիկ ունի, որոնք քո կողքին են կարգվելու, եւ նրանք կլինեն քեզ համար օրհնություն,
Երկրորդը, աստվածատուկ մարդիկ ունի, որոնք հեռու տեղից պիտի գան ու քեզ համար արծաթ ու ոսկի են բերելու։ Նրանք պիտի քեզ օգնեն, որովհետև դու նրա կամքը կատարողն ես։ Գրված է, որ ամբողջ աշխարհը խոսում է Հիսուսի ծննդի մասին։ Ու երբ որ Հերովդեսը իմացավ, իր սրտի մեջ որոշում արեց, որ իբր գնա երկրպագի, բայց նպատակը հետևյալն է, որ սպանի։ Գիտեք, Հերովդեսներ կան, որոնք միշտ մտածում են, թե մեր լավ բանը ոնց փչացնելու ապական է։ Նրանք նախանձի մարդիկ են։ Նրանք նախանձում են քո լավ բանի համար։ Նրանք ամեն ինչ անում են, որ այն լավ բանը, որ դու ունես, նրանք փչացնելու ապական են։ Աստծո մարդ լսի ինչ եմ ասում քեզ։ Եթե Աստված այսօր դրել է այդ հղիությունը քո մեջ, դու նրան պաշտպանիր, որովհետև նա ծնվելու է։ Նա որոշ մարդկության համար փրկիչ է լինելու։ Աստված ինքը պատասխանատվությունը կրելու է իր վրա, եւ նա ինքն է օրհնելու։ Այդ պատուղը, որը որ դրել է քո որովայնի մեջ։ Այդ օրենի մեջ Մարիամի համար շատ ծանր ու շատ դժվար էր, բայց Մարիամի ապավինությունը եւ վստահությունը Աստծո վրա էր։ Եվ Աստված ինքը հոգ է տանում Մարիամի համար։ Երբ որ Աստված քո սրտի մեջ դնում է, որ ինչ-որ մի բան անես իր թագավորության համար, մի վախենա վաղվա օրվա մասին, վաղվա օրը Հիսուս ասեց իր հոգսը ունի։ Դու այսօր նա հոգսով ապրի, ինքը պիտի օգնի քեզ։ Քեզանին մի մանուկ կա ծնվելու։ Նա ազգերի համար օրհնություն ա լինելու, նա ժողովուրդների համար օրհնություն ա լինելու։ Շատ մայրեր կան, որոնք շտապում են իրենց որովայնի պտուղը սպանեն, մորթեն, կտրտեն, հանեն, հեռացեն։ Բայց գիտես այդ պտուղը, որը որ պիտի ծնվեր, նա պիտի լիներ քո օրհնությունը, նա պիտի լիներ քո ընտանիքի օրհնությունը, նա պիտի լիներ քո շրջապատի համար օրհնություն։ Շատ շատերը լույս աշխարհը չտեսան, պատճառը որովհետև ունեին մայրեր, որոնք որ ահավոր չարությամբ լցված էին իրենց որովայնի պտղի նկատմամբ։ Մարիամը պաշտպանում էր, թեև իր կյանքը հնարավոր է վտանգվեր, բայց Մարիամը պաշտպանում էր իր որովայնի պտուղը, եւ գրված է, որ Հովսեփը Մարիամին վերցրեց իր մոտ։ Աստված ամեն հոգսերը կհոգա, երբ որ դու Աստծո տեսիլքը կրող մարդ ես։ Ասեմ, Հերովդեսները քեզ կփնտրեն, բայց Տերը իր հրեշտակներով քեզ կպաշտպանի։ Քո կյանքի մեջ դժվարություններ կլինեն, բայց ում որ գնաս դու նրա զորավոր ձեռքը կտեսնես։ Շատ քրիստոնյաներ, որ կոչվում են հավատացյալ, ցավում են, որ հետևյալ բան ասեն, նրանք անհավատ են, ոչ թե հավատացյալ։ Ուղղակի քրիստոնյա են, գալիս են եկեղեցի, բայց չեն հավատում։ Չեն հավատում, որ Աստված ամենակարող է։ Հավատում են, որ Աստված ամենակարող է, բայց ոչ իր կյանքի մեջ, բայց իր կյանքի մեջ հաստատ։ Բայց իմ կյանքի մեջ ես չեմ կարողանում հավատալ, որ Աստված է ամենակարողն է։ Նա ամենակարող Աստված է։ Նա կարող է օրհնել քո կյանքը։ Նա կարող է քո կյանքը դժբախտությունից ու ապականությունից ազատի։ Երբեք չվախենաս։ Տիրոջը հուսացողները Սիոն լեռան պես են, ինչպես գրված Աստվածաշնչի մեջ։ Տիրոջը հուսացողները վանաձոր քաղաքին են նման, որ շրջապատված են սարերով։ Հալելույա։ Երբ որ ես այդ Սաղմոսը կարդում եմ միանգամից հիշում եմ Վանաձորը, որովհետև կողքից այնքան լավ է երևում այդ Վանաձորը, սենց լրի սարերով շրջապատված։ Տերը այդպես է մեզ շրջապատում։ Տերը ինձ ու քեզ չի կանչել դատապարտելու, նա մեզ կանչել է փրկություն տալու։ Նա սիրում է քեզ Աստծո մարդ։ Նա քեզ համար է ծնունդ դառել, նա քեզ համար է ողջերքի փառքն ու թագավորությունը թողելու չէ։ Եթե միայն երկրի վրա ես կամ դու լինեիր, հավատացնում եմ, որ Հիսուս Քրիստոսը կթողներ երկրի փառքը ու կգա ինձ կամ քեզ հետ ընկերություն անելու, փրկելու մեղքից, փրկելու մահից, փրկելու ցավից, փրկելու անեծքից, որովհետև նա ինձ ու քեզ սիրում է։ Նա եկավ որպեսզի գրվածքը կատարվի։ Հիսուսը ինքը Աստծո կամքը եւ Աստծո ծրագիրը, Աստծո նպատակը ի կատարածողն էր։ Գրված է արդար չկա եւ ոչ մեկը։ Միշտեր մենք ամենտեղ միշտ պայքարում ենք, որ մենք մեր արդարությունը ցույց տանք։ Դու գիտես, ես այդ մարդը չեմ եղել, ախր դու գիտես, ուզում ենք ապացուցենք մերով լինելը։ Գիտեք ամենալավ, որ կարող է ինձ ու քեզ արդարացնի, դա Հիսուս Քրիստոսն է, որ կարող է մեզ արդարացնի։ Երբ որ նրան որպես մեղավոր խաչապայտի վրա սպանեցի եւ տարան գերեզմանին հասնեցի եւ մի մեծ քար գրված է, մեծ քար։ Միգուցե քեզ համարել են մեծ քար գլորու։
որ քո արդարությունը չի երևալ։ Ամեն ինչ անում է, որ քո արդարությունը ոչնչացնելու բնաջինջ անե։ Հավատացնում եմ, հրեշտակը հակառակը պատտելու այդ քարը։ Քո արդարությունը դու հավություն ես առնելու։ Քո արդարությունը պետք է բոլորը տեսնեն եւ բոլորը պետք է քո Աստծուն փառավորեն ու պետք է ասեն, որ իսկապես սրա Աստվածը կենդանի է։ Երբ որ մենք մի բան ենք ուզում անենք, ես հիշում եմ մի միսիոներ եղբոր մոտեցա եւ ասի գիտես, ես լսել եմ, որ դու բավականին բարերարություններ եք անում։ Եվ մենք գյուղեր ունենք, որտեղ որ եկեղեցիներ ունենք, հնարավոր է այդ գյուղերի մեջ ինչ-որ մի բան անենք։ Ասես գիտես եղբայր, մենք միայն մարզերում, ստրատեգիական վայրերում ենք անում այդ ամենը, գյուղերի համար չունենք այդպիսի ծրագիր։ Երբ որ մենք մի ծրագիր ենք ունենում, ընտրում ենք մայրաքաղաքները, մեծ քաղաքները, կարևորագույն տեղերը, կարևորագույն մարդիկ, Աստծո գործը լրիվ բանը, հետաքրքիր, չի անում հնենց, ոնց որ մենք կմտածեինք ու կանեինք։ Հանկարծ Աստված որոշեց ծնվի եւ այն է ծնվի մի հատ աղքատ ընտանիքի մեջ, ոչ մի հատ հարուստ ընտանիքի մեջ։ Երբ որ մենք մի հարուստ ընտանիքի հետ ենք ծանոթանում, բոլորին ասում ենք։ Երբ որ մեկ է ծանոթանում ենք, ասում է, հա, ես ես քաղաքից եմ, դու ես քաղաք ես ինչի ճանաչում ես, իմ ընկերն է, իմ ընկերը։ Բայց ընդհանրապես մի անգամ եք լսել ավտոբուսի մեջին, գուտը շարժվել է տոմսը ավելին ծվա, բայց արդեն ընկերս է։ Եվ միշտ փորձում եք այդ կարևորագույն մարդուն ներկայացնել։ Հիսուս Քրիստոսը, երբ որ երկրի վրա ծնվելու էր, կարևորագույն մարդման չեկավ։ Մի հատ աղքատ ընտանիք, հյուսություն էին անում, դուռ էին սարքում, սեղան, աթոռ, այդպիսի փոքր գործեր էին անում իրաց գոյությունը պաշտպանելով։ Հանկարծ եկավ ու որոշում կայացրեց, որ այդ ընտանիքի մեծ ծնվի։ Երբ որ ես ու դու, մենք երբ որ իմ ընտանիքով գնացինք Թիֆլիս, ամեն հոգսերը ուզում էի հոգամնեց, որ իմ ընտանիքի համար լավ լինի, հանկարծ դժվար չլինի, սառը չլինի, ցուրտ չլինի։ Հիսուս Քրիստոսը երբ որ ծնվում էր, այդ բանի մասին չէր մտածում։ Ինքը երբեք չծրագրեց, բաքսին տեղում լինի, ջերմությունը միշտ ապահով, տաք ջուրը, սառը ջուրը, վերջով ծնունդը, տաք ջրի կարիք կա, ինքը ծնվեց գոմի մսուրում։ Հետաքրքիր է, միշտ ամենածայրահեղ, այն ամենացածր բաները ընտրեց Հիսուսը։ Ընտրեց ամենաաննշան մարդկանց, ընտրեց ծնվի ամենաաննշան վայրում։ Նախընտրեց ամենին ավինան լուրը թող իմանան հովիվները, քան թե գիտնականներն ու աստվածաբանները։ Հովիվներ, որոնք ամբողջ օրը, տարին 12 ամիս, ասում է, հայրիկ ջան, գիտեք, տարին քանի ամիս ունի։ Բալես ասում է, ինչ իմանամ, տարին 12 ամիս դեռ ոչխարներ եմ արածացնեմ, ես ինչ իմանամ, տարին քանի ամիս ունի։ Ընտրեց անգետ մարդկանց, որպեսզի իր լուրը հասցնի։ Կարծես բոլոր այդ բարձր խավի կարծիք ունեցող մարդկանցից, եթե մեկը աղքատ է, բայց բարձր կարծիք ունի, ես ասեմ, որ Հիսուսի լուրը այդ մարդու համար էր փակ։ Ոչ թե սա միայն հարուստներին է վերաբերվում, կամ հաջողություն ունեցողներին, այլ Հիսուսը ընտրում էր այնպիսի մարդկանց, որոնք մերժված, որոնք լքված, որոնք կոտրված, որոնք ջարդված, որոնք հասարակությունից մերժված։ Եվ այդ մարդկանց սկսում են օգտագործել։ Գրված է Տիրոջ խոսքի մեջ, որ հալածանք եղավ, եւ Հերոդեսը փնտրում էր, որպեսզի Հիսուսին սպաներ, եւ հրեշտակ ասեց, վերցրու երեխային եւ գնա Նազարեթ։ Գիտեք ինչի գնա Նազարեթ, որովհետեւ գրվածքը պետք է կատարվեր։ Եվ փախան Նազարեթ, ու երբ որ Նազարեթից ետ եկան, ոչ ոք չհավատացին, որ նա Հիսուսն է։ Ինչու՞, որովհետեւ ասեցին, եթե Հիսուսը ծնվեր, նախ կծնվեր ոչ թե Բեթլեհեմում գոմի մսուրում, այլ կծնվեր Երուսաղեմ քաղաքի պալատներում։ Եթե Աստված ինքը մարդանար, չէր ծնվի հասարակ մի ընտանիքի մեջ, կծնվեր թագավորական ընտանիքի մեջ։ Եթե Հիսուսը ծնվեր, ինչ գործ ուներ Նազարեթի հետ, որովհետև գրված էր, որ Նազարեթից մինչև այսօր լավ բան դուրս չի եկել։ Բայց հանկարծ Հիսուսը նախընտրում է Նազարեթից գա։ Աստծո մարդ, իմ վերջի խոսքը, որ ուզում եմ քեզ ասեմ, Հիսուսը ծնվեց, որպեսզի քեզ արդարացնի,
Հիսուսը ծնվեց, որ դու արժեք ունենաս։ Հիսուսը ծնվեց, եթե դու հասարակությունից մերժված ես, դու բարձր լինես նրա արժանիքներով։ Հիսուսը ծնվեց, եթե դու մեղավոր ես, որ անելի քո բոլոր մեղքերը։ Հիսուսը ծնվեց, որ դու հասարակության մեջ մտնելուց երբեք ոչ մի անգամ գլուխդ կախ չմտնես, այլ միշտ բարձր մտնես, որովհետև նա եկավ քո սրտի մեջ, որպեսզի քեզ արժեքավորի։ Եթե մարդիկ քեզ անարժան էին համարում, հիմա երանի են տալու քեզ, որովհետև նրա ծնունդը եղավ իմ ու քո կյանքի մեջ, նա չի ուզում, որ որևէ մի վայր մերժված լինի, նա չի ուզում, որ գոնե մի անձ մերժված լինի, նա ուզում է բոլոր իր ձեռքերի տակ հովանի լինել։ Նա օրհնում է քո կյանքը, նա պահում է քեզ, նա բարձրացնում է քեզ, նա իր փառքով է պսակում քեզ։ Ես դրա վկան եմ։ Ես այստեղ չեմ, որովհետև իմ պապերը հովիվներ են եղել, եկեղեցու առաջնորդներ։ Ես այստեղ եմ, որովհետև ես մեղավոր ու մերժված մարդ եմ եղել, բայց հանկարծ նրա լույսը մի օր ընկավ ինձ վրա եւ Աստված իր մեծ ողորմությունն արեց։ Դու կարող ես վկայել աղբերին կյանքն էլ այդպես։ Միգուցե մեկը ասի աղբեր, ես արժանի եմ դրա համար Հիսուսը ծնվեց, դա էլ հնարավոր է։ Քո կյանքը մեծ է հնարավոր, բայց իմ կյանքում դա անհնար բան էր։ Հիսուսը չընտրեց հյուրանոց, Հիսուսը չընտրեց ստրատեգիական վայրեր, Հիսուսը ընտրեց աննշան վայրեր։ Գրված է, որ իջևանատանը նրա համար տեղ չկար։ Եթե ես ու դու ուզում ենք մեզ արդարացնենք ամեն հարցի մեջ, Հիսուսի համար տեղ չկա։ Եսայիա մարգարեն գրում է. ձեր արդարությունը իմ աչքի առջև կեղտոտ լաթի կտորի պես է։ Երբ որ մենք ուզում ենք մեզ արդարացնենք, որ ես արդար եմ, ես լավն եմ, Տեր ասում է քո արդարությունը իմ աչքի առջև կեղտոտ լաթի կտորի պես է։ Դու այստեղ նստած մտածում ես, իսկ ո՞նց է լինելու իմ վերելքը։ Ես քեզ ասեմ, հենց այսօր եթե դու Հիսուսին ասես Հիսուս, արի իմ կյանքիս մեջ, ես ուզում եմ մի նոր կյանք ապրել։ Ես չեմ ուզում ապրեմ այն ինչ որ ապրել եմ 2014 թվականի մեջ, 2015 թվականին ես ուզում եմ ինձ համար լինի վերելքի տարի։ Ես ուզում եմ այս տարվա մեջ, եթե ես Նազարեթ եմ եղել հեղինակազրկված, ուզում եմ իմ հեղինակությունը բարձր լինի։ Եթե ես աղքատ եմ եղել, ես ուզում եմ պատվավոր լինեմ Տեր, բայց այդ ամենը ուզում եմ քո փառքին ծառայի Տեր, որովհետև ես ուզում եմ գրվածքը կատարվի մասնական կյանքի մեջ։ Աստծո մարդ, այս բանալին քեզ եմ նվիրում։ Գնա Աստծո կամքի ետևից, գնա նրա խոսքը կատարելու ետևից, հավատացնում եմ, Տերը երկնքի օրհնության դռները բացելու է քեզ համար։ Եթե դու որոշում կայացնես հենց այսօր, որ ես ծառայելու եմ նրան եւ կանեմ ամեն ինչ, որ նրա անունը փառավորվի, հավատացնում եմ, որ Տերը պիտի օրհնի քո կյանքը։ Մի օր առաջ, եթե երկու օր առաջ, մի օր առաջ երեկոյան ես մի վկայություն էի տալիս, այն վկայությունն էի տալիս, որ իմ ընտանիքը ծայրահեղախքատ վիճակի մեջ է, ծայրահեղախքատում որոշել են, որ փախնենք Հայաստանից, որպեսզի կարողանանք ապրենք։ Ծանր վիճակ էր։ Եվ այդ ժամանակ մի Աստծո մարդ սկսեց մարգարյանալ ինձ վրա։ Գիտես, այդ ժամանակ ես Տիրոջն էի ծառայում, բայց ամեն ինչ անում էի, որ փախտեմ, շուտ գնա, որ շուտ օրհնվեմ։ Բայց գիտես, Աստված դրանով չի օրհնելու։ Աստված օրհնում է, որովհետև դու իր խոսքի մեջ ես։ Նա կարա երկնքի դռները բացի քեզ համար։ Նա կարա երկնքի պատուհանները բացի քեզ համար։ Նա կարա քեզ համար մոգեն ուղարկի, որովհետև դու նրա կամքի մի մասն ես կազմում։ Նա ուզում է քո կյանքը օրհնվի։ Նա քեզ չի կանչել որ անիծի քո կյանքը։ Նա քեզ կանչել է որ օրհնի քո կյանքը։ Ոչ մի անգամ ուզած մասաչելով նրան մի նայի, որովհետև նա է քո հույսը, դարձրու քո հայացքը դեպի նրան, և տես նրա ողորմությունը, և ասա Հիսուս, դու ինձ երկրիվացնել ես, որպեսզի ես գրվածքը կատարեմ Տեր, դու ինձ երկրիվացնել ես, որպեսզի ես գրամամետարանը քարոզեմ Տեր, և դու քո խոսքի ետևին կանգնած ես, Հիսուս ասեց, երբեք քեզ հետ ոսկի և արծաթ չվերցնես, քեզ հետ պարկ չվերցնես, քեզ հետ կրկնակի հանդերձ չվերցնես, որովհետև մշակը արժանի է իր վարձքին, ես պիտի օրհնեմ նրան, ով որ կգնա կյանքի մեջ, ով որ կգնա
Տիրոջը։ Տիրոջ խոսքի մասին գրված է, որ նրա խոսքը երբեք գետնի չի գնելու։ Նրա խոսքը տեղ ունի։ Նրա խոսքի տեղը մեր սիրտն է։ Որն է քո պրոբլեմը։ Որն է քո դժվարությունը։ Մեղքը հենց այսօր Տիրոջ ասա։ Տեր ասա իմ պրոբլեմի անունը մեղք է։ Եվ ես հենց այսօր ես մեղքը բերում եմ քո ոտքերի առաջ։ Ես խաբեբայ եմ, ես սատախոս եմ, ես շնացող եմ, ես անառակ եմ, բայց այսօր ես բերում եմ, որ դու մեր ես, ներից, ես անիծող եմ, ես շատ եմ կախարդել եմ ու վատ բառեր եմ ասել նրա ապագայի համար, թողի իմ կյանքը, որն է քո պրոբլեմը, աղքատությունը, հենց այսօր Հիսուսին ասա, Տեր, ես ուզում եմ ապրեմ քո խոսքը։ Ես ուզում եմ քո խոսքը վերցնեմ ինձ համար որպես լույս։ Գրված է, որ Տիրոջ խոսքը իմ ոտքերին ճրանք է եւ իմ շավիղներին լույս։ Եթե դու ուզում ես Աստված օրհնի քո կյանքը, Տիրոջ խոսքով ապրի։ Աստված ինքը շտապում է իր խոսքը ճիշտ ժամանակին կատարելու։ Երբ որ դու ես խոսքերը կվերցնես, ես գիտեմ այստեղ շատ բաներ եմ ասում, բայց միգուցե մի խոսքն է քեզ վերաբերվում։ Եթե դու այդ խոսքը վերցնես ու քո սեփականությունը սարքես, հավատացում եմ, որ այդ խոսքի հիման վրա դու պիտի օրհնվես։ Եթե դու ոչ մի բան չես վերցնելու եւ ուղղակի քննադատելով պիտի գնաս այստեղից, հավատացում եմ, որ դրա վարձքը պիտի առնես։ Արի այսօր այդ խոսքերը վերցնենք ու դնենք մեր սրտերի մեջ ու հասկանանք, որ Տեր Հիսուսը օրհնել է մեր կյանքը, նա մեզ կանչել է ավետարանը քարոզելու, նա մեզ կանչել է իր խոսքը բարձր պահելու, նա օրհնություն է ինձ եւ քեզ համար։ Մարիամին մինչև օրս երանի են տալիս, քեզ էլ երանի կտա, երբ որ դու թույլ տաս Աստծո խոսքը քո միջոցով իրականանա։ Դու կասես ինչ խոսք, Աստվածաշնչի մեջ են բոլոր խոսքերը, որ գրված են, եթե դու փորձես այդ խոսքերից գոնե մեկը իրականություն դարձնես քո անձնական կյանքի մեջ, հավատացնում եմ, որ իսկապես քո կյանքի մեջ այդ օրհնությունը կբխի։ Աստվածաշնչի մեջ 31,000 խոսք կա, 31,000 քանի խոսք կարող ես քո կյանքի մեջ իրականացնել։ Վերցրու այդ խոսքերը, վերցրու ու ապրի, Տեր այդ խոսքերի հիման վրա, օրհնելու է իմ ու քո կյանքը։ Հիսուս Քրիստոսը ծնվեց, որ ոչ թե մենք մահանանք, այլ մենք ապրենք։ Նա ծնունդ դրեց մեզանից ամեն մեկի կյանքի մեջ։ Մի աղոթք եմ անելու ձեզ համար։ Խնդրելու եմ, որ Տերը իր ազնվությունով գա։ Եթե սրտեր կա, որ դեռևս Հիսուս Քրիստոսի ծննդի բացակայությունը կա, աղոթելու եմ, որ Աստված այդ սրտերի մեջ գա։ Եվ ես կխնդրեմ, երբ որ ես աղոթք կանեմ, դու կկրկնես այդ աղոթքը։ Ստեղ մարդիկ կան, որոնք որ մեղքից դատապարտված են։ Ուղղակի գալիս են եկեղեցի, բայց ցույց չունեն վաղ իրենք պիտի փրկվեն, թե չէ։ Ես ձեզ համար պիտի աղոթեմ, խնդրելու եմ Տիրոջը, որ Աստված ների ես օգուտ բոլոր մեղքերը, եւ քեզ այնքան ուժ զորություն տա, որ դու նայես մեղքին ու փախնես, զսվես մեղքից։ Դու կասես հնարավոր է, հնարավոր։ Տիրոջ մոտ ամեն բան հնարավոր է։ Բայց եթե դու չցանկանաս, դու նրանից չես ազատագրվի այդ մեղքից։ Այստեղ մարդիկ կան, որոնց ապագան կործանված է։ Եվ իրանք են նկատում, որ իրանց ապագան կործանված է։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես քեզ մի բան եմ ասում։ Ոչ թե քո ապագան կործանված է, քո ապագան սկսվել է։ Քո ապագան վերջ չունի, քո ապագան սկիզբ ունի։ Նրա ծնունդը դրեց սկիզբ քո ապագայի համար։ Շատերս վախենում ենք, որովհետև մտածում ենք ոնց արելու մեր վերջը։ Եթե հենց այսօր օրեք եղբորն ասեի, որ մի խոսք ասեին, քեզ էլ ասելու։ Վերջից մարդ է եկել ու ասել է, որ դու վերջը լավ ալնելու։ Ուր օրեք ես։ Ասեցի կտել ազիս։ Հիսուս Քրիստոսը եւ մեր սկզբի հարցն է հոգացել եւ մեր վերջի հարցը։ Երբեք մի վախեցեք են Աստծուց, որը որ մեր հայրն է։ Մենք մեղք չենք գործում, որովհետև վախենում ենք, որ ինքը կհարվածի, ոչ։ Մենք մեղք չենք գործում, որովհետև մենք սիրում ենք նրան։ Սիրած մարդուն ցավ չեն պատճառում, ատելի մարդուն վերքեր են հասցնում, բայց սիրած անձնավորությանը երբեք ցավ չեն պատճառում։ Հիսուսը մեր սիրված էակն է։
Մենք նրան չենք կարող ցավեցնել, մենք նրան չենք կարող խոցենք, որովհետև մենք սիրում ենք նրան, այդպես է թե ոչ, հալելույա, ուզում եմ կանգնենք Տիրոջ առջև, մինչև մենք մեր երկրորդ արարողության հետ մոտենանք, որ հաղորդությունն է, մենք այս տարի 2015 թվականը հաղորդությունով ենք սկիզբ դրելու, որովհետև այս տարի 2015 թվականը մենք մեր մեջ հռչակել ենք սիրով, ազատագրման տարի, եւ ոչ միայն մենք այս սիրով պետք է լեցվենք, այլ նաեւ թույլ ենք տալու, որ այդ սերը ուղղակի տարածվի մեր միջոցով։ Եվ դրա համար որոշեցինք, որ այս տարվա սկիզբը հաղորդությունով դնենք։ Հիմա եկեք ուղղակի մեր սրտերը բացենք Տիրոջ առջև եւ այն հոսը դժվարությունը, որ կա խոսակի մեջ, ուղղակի ասենք Տիրոջը։ Ես կխնդրեմ, որ մեր հովիվ եղբայրները օգնեն ինձ այդ ծառայության մեջ։ Խնդրեմ, կարող եք մի 2 րոպե նստել։ Մի 2 րոպե նստեք։ Դրա մարմնին ու արյանը բաժնեկից լինելու։ Հիսուս Քրիստոսը մի պատվեր թողեց։ Եվ այդ պատվերը հետևյալն էր, որ քանի անգամ որ ուտեք ու խմեք իմ մահը կպատմեք մինչև որ ես կգամ։ Եվ նայելով Աստվածաշնչին մի պարզ բան ենք նկատում, որ այս պատգամը միայն այդ օրերի համար չէր, այլ բոլոր ժամանակների համար էր, որովհետև ասեց, քանի անգամ որ դուք կուտեք եւ քանի անգամ որ դուք կխմեք, իմ մահը կպատմեք մինչև որ ես կգամ։ Այսինքն տեսնում եք, որ այս պատգամը բոլոր դարերի եւ բոլոր ժամանակների համար էր։ Եվ նայելով Կորինթացիների սրտին, Պողոս առաքյալը հետևյալ բանն է ասում. այն օրհնության բաժակը, որ օրհնում ենք, չէ որ հաղորդությունն է Քրիստոսի արյունի։ Սա սուրբ արարողություն է։ Եթե մարդիկ կա որ չեն հասկանում սա ինչ արարողություն է, դրա անունը սուրբ արարողություն է։ Սուրբ։ Չէ որ հաղորդություն է Քրիստոսի արյունի։ Այն հացը, որ կտրում ենք, չէ որ հաղորդությունն է Քրիստոսի մարմնի։ Որովհետև մեկ հաց, մեկ մարմին ենք մենք շատերս, վասնզի ամենքս այն մեկ հացից ենք վայելում։ Նայելով Տիրոջ խոսքին, նայելով նրա խոսքի զորությանը, մի բանի ենք ականատես լինում, որ Հիսուսի արյունը և Հիսուսի մարմինը մինչև այսօր խոսում է, որ նա զորություն ունի, դա հոգևոր, կարելի այսպես ասել ծիսակարգ է, բայց դրա մեջ կյանք կա։ Որոշ մարդիկ մտածում են, որ հաղորդությունը ուղղակի լոկ բան է, մի բաժակ գինի երկու մարեցին, մեկ էլ մի կտոր հացեր կերա, բայց դրա մեջ մեծ խորհուրդ կա։ Պողոս առաքյալն ասում է, մենք ամենքս այդ մեկ հացիցն ենք կտրվել։ Ու երբ որ մենք վայելում ենք, մենք ցույց ենք տալիս, որ բոլորս Քրիստոսի մարմնի անդամներն ենք, բայց ամեն մեկս Քրիստոսի մարմնի մեջ մի դերակատարություն ունենք, մի օրգան ենք մեզանի ներկայացնում։ Ու երբ որ այդ մարմինը լրանում է, ամբողջանում է, այդ մարմինը դառնում է ուժ եւ դառնում է զորություն։ Պողոս առաքյալը Կորինթոսի եկեղեցու մեջ մի հատ վատ բան նկատեց, դա հետևյալն էր, որ եկեղեցու մեջ բաժանումներ էին սկսվել։ Եվ այդ բաժանումները երբ որ կային, Պողոսը գնում էր, ով է Պողոսը, ով է Ապողոսը, ով է Կեփասը, ով է Պետրոսը, որոշները կոչվում էին, որովհետև նրանք ավելի քրիստոնեական կեցվածք ունեին, կոչվում էին քրիստոսյաններ։ Եվ անկարծ Պողոսն ասում է, ովքեր են այդ ամենը, միթե Հիսուսի մարմինը կտոր արված։ Եկեղեցու մեջ չկա լավ մասը եւ վատ մասը։ Եկեղեցու մեջ կա մեղավոր մասը, որ փրկված է Հիսուս Քրիստոսի վերքերի շնորհիվ։ Հիսուս Քրիստոսը եկեղեցի ծնեց, անհատներ չի ծնել։ Եթե դու մտածում ես, որ դու ես եկեղեցու ամենալավ մարդն ես, ես քեզ ասեմ, դու հենց այդտեղ ես շփոթվել։ Եթե դու մտածում ես, որ ես եկեղեցու ամենասուրբը, դու այստեղ շփոթվել ես։ Եթե դու մտածում ես, որ դու ես եկեղեցու ամենալավ քարոզիչն ես, կամ ամենալավ աղոթողը, ես ասեմ, սա քո շփոթմունքն է։ Եկեղեցին
ինքը թիվ է։ Եկեղեցին ինքը օրգանիզմ է, դա Քրիստոսի կենդանի օրգանիզմն է։ Եվ Պողոս առաքյալը գրում աշակերտության մեջ, եթե մեկը անարժանությամբ կմոտենա մարմնին ու արյանը, նա իր դատաստանը ուտի եւ կխմի։ Անարժանությամբ մոտենալու մասին հետեւյալ բան ասեց. անարժանությամբ մոտենում են նրանք, ովքեր իրենց քույր եղբայրներին ատում են։ Որոշ մարդիկ մտածում են այսպես, անարժանությամբ մոտենալ նշանակում է երազախաբության մեջ չընկնել, երեք օր սուրբ պահել իրանց անձերը, այսօր սուտ եմ խոսացել, Տեր ջան կնել ես, դե լավ այսօր որ սուտ եմ խոսացել, երեք օրը չեմ կարողացել սուրբ պահել, չեմ կարող։ Սուրբ լինել, սա չի, սուրբ լինել նշանակում է Քրիստոսի արյունով մաքրված ու սրբված մարդիկ։ Ու դրա համար երբ որ նայում ենք Կորինթացիների սրտի մեջ, Պողոս առաքյալը ասում է, ուրեմն ով որ այս հաց ուտե կամ տիրոջ բաժակը խմի անարժանությամբ նպատական կլինի տիրոջ մարմնին ու արյունին, որովհետև թող մարդը փորձի իր անձը եւ ապա այն հացից ուտե եւ այն բաժակից խմե, որովհետև անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստանի ուտում եւ խմում։ Սիրելի Աստծո զավակ, սիրելի քույր, սիրելի եղբայր, կարևոր մի բան եմ ուզում քեզ ասել։ Մինչ մենք կմոտենանք հաղորդության արարողությանը, ուզում եմ, եթե մարդիկ կան, որոնք որ խոստատի մեջ բանտարկված են ազատ արձակես։ Եթե դու նրանց ատում ես սիրես, որովհետև այս տարի սիրո տարի է։ Եվ քո սուրբ անունով եմ որդում
որ ուտեք, իմ պահը կպատմեք, մինչև որ ես կգամ։